այս ընտրությունների հարցը։ Չի վճռվում այն հարցը, թե որ քաղաքական ուժը քանի մանդատ կստանա, խորհրդանում քանի ձայն կունենա Նիկոլ Փաշինյանը եւ ինչ օրենքներ կարողանա ընդունել։ Այսօր այս շենքում վճռվում է Հայաստանի ճակատագիրը, հայերի ճակատագիրը։ Մենք ինչ երկիր ենք ուզում ունենանք, երկիր, որտեղ վերջը մենք կարողանանք մեր ազգային նպատակները կերտել, ունենալ ազգային պետություն, թե երկիր, որի սահմանադրությունը գրվելու է Բաքվում, երկիր, որտեղ իշխանությունը պարտադրելու է բոլորին իրենց բջջային հեռախոսները գրանցել, որ կարողանան հասկանալ ով ինչ խոսեց, ում հետ ինչ խոսեց, երբ ինչ խոսեց։ Երկիր, որտեղ ձեզ բոլորին թալանելու են։ Կարծում եք պատահական էր, որ իրանք ակցիզային հարկը բարձրացրեցին։ Դա անմիջապես ազդելու է բոլորիս գրպանի վրա։ Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր ժողովուրդը տուգանքների մատերիալ չի, իր իշխանության օրոք բազմապատիկ անգամ ավելի շատ տուգանք է վճարել, հարկեր ու տուրքեր է վճարել։ Ինչի վրա է գնացել այդ փողը։ Թող հաց բացատրեն, այդ հարկերը, որ հավաքում են, այդ արտաքին պարտքը, որ շալակում են, մեզնից քանիսի կյանքն է բարելավել։ Վերջը, մենք ժողովուրդը պետք է կարողանանք բռնենք իրենց ձեռքը։ Պետք է ասենք ոչ, Հայաստանը անկախ պետություն է, այլ ոչ թե Ադրբեջանի եւ Թուրքիայի վիլայետ։ Ադրբեջանցիք այդտեղից պարզ ասում են 300,000 հոգի մարդ գալու է, ասում են տես բան չկա։ Ջայլամի նման գլուխները թաղել են ավազի մեջ։ Չեն ասում է, չէ ադրբեջանցի, կարրատ է կգակ։ Ասում են տես բան չկա։ Հետո երբ փաստեր ես դեմ տալի, ասում են ընդդիմությունն է մեղավոր։ Որ ընդդիմությունն է մեղավոր, ընդդիմությունն է հարց լուծում։ Դուք ինչի համար եք որպես իշխանություն։ Բայց մենակ այդ չի է։ Մենակ 300,000 ադրբեջանցիները չեն։ Հիմա Եվրոպան քննարկում է մի շատ կարևոր հարց, իրանց համար օրակարգային է, այդ աղափորինի ներգաղթյալները, ձեռները կրակ են ընկել, եւ մտածում են երրորդ երկրներ արտաքսելու մասին, եւ արդեն միջազգային մամուլում կան, եւս մեկ անգամ գրվել է, որ Հայաստանը դիտվում է որպես մի երկիր, որտեղ այդ չգիտեմ, աֆղանցիներին, պակիստանցիներին, բանգլադեշցիներին տասնյակ հազարներով կարող է հետ արտաքսեն այ մեր երկիրը, թե ինչ երկիր ենք մենք ուզում, թե չենք ուզում։ Մենք ուզում ենք խոստումներով կերակրվող ժողովուրդ, թե ուզում ենք ժողովուրդ, պետություն, որը կարող է վճռականորեն ձեռքը խփել սեղանին եւ ասել հերիք է։ Եվ դրա համար, ես մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր ասում են, չէ, քեզ քաղաքականությամբ չեմ զբաղվում, կամ դե հա զբաղվում եմ, բայց այսօր զբաղված է, չեմ կարողացել մասնակցել այս միջոցառմանը, հասկանալ, որ այս զանգը գուժում է բոլորիս համար, բոլորիս գրպանն են մտնելու, բոլորիս հեռախոս են մտնելու, բոլորիս ընտանիքն են մտնելու, բոլորիս են կանդալելու, պարտադրելու, որ իրենց օրակարգը սպասարկենք, այնպես որ սիրելի հայրենակիցներ, միացեք մեզ, միացեք եւ տեր կանգնեք ձեր քվեին, միացեք եւ տեր կանգնենք մեր բոլորիս հայրենիքին։